Հարգելի գործընկերներ, ուզում եմ նշել նաև, որ ըստ էության այս փաթեթը ձևավորվել է նախորդ տարվա մայիսին, եթե չեմ սխալվում, կատաղական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների հետ իմ հանդիպումներից եւ կոնկրետ ժամանակացույց ենք սահմանել, թե ինչ ժամանակացույցում ինչ պետք է անենք, դե ֆակտո հասցրել ենք, դե յուրե էլ փաստորեն հետադարձությունով կհասցնենք, որ հունվարի 1-ից աշխատի եւ ի սկզբանե խոսակցությունը սկսել էր ուղղակի եկամտային հարկը նվազեցնելուց, բայց ես ուրախ եմ, որ մենք չգնացինք այդ պարզ ճանապարհով եւ շատ ավելի գործուն համակարգ ու մեխանիզմ ենք ստեղծել, որպեսզի հետազոտությունները, հետազոտական աշխատանքը, գիտական աշխատանքը խթանվի եւ ընդ որում շատ լավ է, որ ոչ միայն կոնկրետ մի նեղ ոլորտում, այլ ընդհանրապես ամբողջ տնտեսությունում եւ այստեղ էլ է կարեւոր, որ ուղերձը տարածվի, ուղերձը հասկանա։ Էլ եմ ասում, մեր խնդիրների մի զգալի մասը կախված է նրա հետ, որ մենք շահառուին չենք կարողանում տեղ հասնել, որ այս բանը, այս որոշումը իր մասին է, այդ որոշումը գալիս է, այսա 7 տարի կանցնի, մեկ էլ ընկերություններ կասեն, ոնց մենք էլ կարայինք այդ բանից օգտվեինք եւ կասենք, այո, կասեն, բայց չենք օգտվել։ Հիմա պետքա խոսալ անընդհատ, պետքա խոսալ պարզ, պետքա խոսալ հասկանալի, թե մարդիկ ինչ կարող են անել։ Ընդ որում չի խանգարի, որ նաև մենք մտածենք կոնկրետ տիպային պրոյեկտներ անելու, որ ընկերություններին ասենք, այս սենց բան արեք, հրավիրեք դրսից բարձր որակավորում ունեցող մասնագետների, հեսա երրորդ հարցի բանով զեկուցման ժամանակ, այդ թվում կասենք, թե որտեղ կարելի է գտնել բարձր որակավորման մասնագետներ եւ հիմնական կոմունիկացիայի խնդրեմը կա, այսինքն տեսեք, էլի ինչ խնդիր կա, ու դա մեր ռազմավարությունն է, ճիշտ է, մարդիկ մեզ ասում են, որ եկամտային հարկը նվազեցրեք եւ դա բան կլինի, օգտակար կլինի։ Մենք ասում ենք այո, բայց այս պայմանը պետք է լինի, այս պայմանը պետք է լինի, այս պայմանը, ու ինչ ենք այսպես ասել, որ ոչ թե չենք ուզում, այլ ուզում ենք, որ արդյունավետ լինի, որովհետև այդ պարզ մեթոդը, որ վայ ինչ լավ էր, բանը 5000 դրամ պակաս եկամտային հարկ ենք վճարում, բայց դրանից ոչ մեկի կյանքը չի փոխվում, ոչ պակաս վճարողի կյանքն էլ չի փոխվում, երկրի կյանքն էլ չի փոխվում, տնտեսության կյանքն էլ չի փոխվում։ Այսինքն մենք խթաններ ենք ուզում ստեղծենք բոլոր դեպքերում, ոնց որ համընդհանուր հայտարարման համակարգով խթան ենք ուզում ստեղծենք, հիմա ձեր ասածը էդ է, որովհետև այնտեղ էլ մենք կրթությունն առողջապահությունը ֆինանսավորում ենք, բայց ասում ենք ժողովուրդ ջան, կարող ենք լավ չենք հասկանում, թե ոնց պետքա ծախսել այդ փողը։ Այս փողը դուք ծախսեք, որովհետև եկամտային հարկ դա պետական բյուջեի եկամուտ է։ Այդ պետական բյուջեի եկամուտն ենք մենք տալիս։ Այսինքն այո, դա ուղիղ ֆինանսավորում է գիտության, կրթության, առողջապահության եւ այլն եւ այսպես շարունակ։ Բայց ես ասում եմ, մենք ունենք այդ խնդրեմը։ Ես ամեն օր բախվում եմ այդ խնդրեմի հետ։ Ես ամեն օր բախվում եմ այդ զարմացած արձագանքների հետ, զարմացած հայացքների հետ, զարմացած վերաբերմունքի հետ, որ ոնց տենց բան կա, մեզ էլի մենք սխալվում ենք, մեզ թվում է, որ այս կառավարության նիստն է երկրի բարձրագույն գործադիր իշխանությունն է, հիմա ասվեց ուրեմն վերջ, բոլորը իմացան, կամ ազգային ժողովի ամբիոնից խոսացինք, բոլորը իմացան, կամ բանից խոսացինք, կամ ենթադրենք հեռուստատեսությամբ խոսացինք, ասուլիսում խոսացինք, բոլորը իմացան։ Հիմա այս ամենը ոչ մեկին չի հետաքրքրում։ Հիմա բոլորին հետաքրքրում է, թե վարչապետը ժամացույցը որ կապել է, ով որտեղից է գողացել, քանի հատ ադամանդի քարկա մեջը ինչ միջուկային ռեակտոր է տեղադրված եւ այլն եւ այսպես շարունակ։ Սենց մի հատ բան դնենք, միլիարդներով դիտում կունենա, բայց որ մարդուն ասես քո բարեկեցությունը ապահովելու համար ենթակառուցվածք ենք ստեղծել, դա չի հետաքրում եւ սա Հայաստանի մասին չի մենակ, ամբողջ աշխարհի մասին է, սա տեխնոլոգիական դարի առանձնահատկությունն է, սա նշանակում է մեր պետքա ջանք գործադրել, մեր գործը ինչ է, պետքա մարդկանց հետ շփվենք, այսինքն բոլոր ձեռնարկություն, ինչ որ խոսացիք, այն ինչ որ մենք պարզաբանեցինք, պետք է բոլոր հնարավոր շահառուները իմանան դրա մասին, հրավիրեք
նախարարություններ, դուք գնացեք ձեռնարկություններ, կազմակերպեք քննարկումներ մարզերում, Երևանում, աշխատանքային կոլեկտիվներում։ Պետքա տանել այս հասցնել մարդկանց